Ռուսաստանի հերթական անակնկալը Հայաստանին ու հատկապես հայ տնտեսվարողներին, եւ սա Փաշինյան-Պուտին հունիսմեկյան հեռախոսազրույցից ու ջերմ բարեմաղթանքներից հետո։ Ռոսելխոզնադզորը Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը այս անգամ էլ ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռացի, ծիրանի, սալորի դեղցի, նեկտարինի եւ խաղողի ներմուծման նկատմամբ։ Ըստ հաղորդագրության հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են։ Ռոսելխոզնադզորը բազմաթիվ տեղեկություններ է ուղարկել հայկական կողմին կարանտինային ապրանքների մատակարարման խախտումների վերաբերյալ։ Օրինակ մեծանալի տեղեկությունը, եթե վստահ է, որ տվյալ ձեռնարկությունների ապրանքը լավ է, թող գնա պայքարի, թող գնա պաշտպանի մեր արտահանողների շահերը։ Պրոբլեմը նրանից է գալիս նաև, որ մշակույթը ցածր է շատ, ստուգումները բավարար քանակով չեն արվում, չնայած տեղեկությունը ակտիվացել է, բայց ելի բավարար քանակով չեն արվում։ Ռոսելխոզնադզորից հայտնում են, որ հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների թվի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները կառուցվածքային բարեփոխումների արդյունքում փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։ Հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանից ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ եւ Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները։ Դեպի Ռուսաստան կարգելվի նաև թարմ խաղողի ներմուծումը։ Ռուս մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձկնավերամշակող ձեռնարկություններում։ Հայաստանը դադարեցրել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը հայկական բոլոր ընկերությունների համար։ Հայաստանի կառավարությունից այսպես են արձագանքում ռուսական կողմի խստացումներին։ Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների կբախվեն, կառավարությունը կաջակցի սուբսիդավորման ծրագրերով։ Գործադիրի ղեկավարի ձևակերպումն այսպիսին է. տակ դեղը, վարդը փչանում են, ըստ Փաշինյանի կառավարությունը դրանց փողը կտա։ Նրա խոսքով այս ամբողջ պատմության մեջ վատ լուր էլ կա։ Հայաստանում արտադրության ծավալներն էլ մեծ չեն եւ եվրոպական սուպերմարկետների մեծ ցանցը կարող է Հայաստանի ամբողջ արտադրանքը գնել։ Եվրոպան շատ ավելի խիստ է։ Դրա համար մենք Եվրոպա չենք կարողանում շատ բան արտահանել, որտեղ Եվրոպայում այդպեսի խաղեր չկան։ Եվրոպայի դեպքում էլ ոչ ոք չի կանի Եվրոպային մեղադրի, որ քաղաքական ինչ-որ նպատակներով է։ Ռուսաստանը փորձում է նախընտրական իրավիճակում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ազդել ընտրողների կարծիքների վրա, որպեսզի նրանք հաշվի առնելով այդ հնարավոր ռիսկերը ռուսամետ ուժերին ձայն տալ, քանի որ նպատակը ճնշումն է ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք հույս ունեն, որ ընտրություններից հետո դրա անհրաժեշտությունը կվերանա եւ բազմաթիվ հարցեր նորից կկարգավորվեն։ Եվրոպասերների համար, սակայն Եվրախորհրդարանի падգամավորները ոչ այդքան լավ լուր ունեն։ Ռուսական լրատվամիջոցներին լյուքսեմբուրգցի падգամավորը հայտնել է, որ Հայաստանի մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու շանսերը քիչ հավանական են։ Եվրաչինովնիկի ձևակերպմամբ Հայաստանի Եվրամիությանն անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Եվրապադգամավորը այսպես է բացատրել, որ պետք է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ բարդարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ։ Նման տեխնացությունն ըստ Եվրապադգամավորի առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ կեսգիշերն անց հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Լրատվամիջոցների տվյալներով զինծառայողի մարմինը կախված վիճակում հայտնաբերվել է Կապանի զորամասերից մեկում։ Նրանք տեղափոխվել էին Լաչինից 2023 թվականից ընտանիքը բնակվում էր Արմավիրի Արտիմետ համայնքում։ Տիգրանաշենն է, գյուղն իր կյանքով է ապրում, գիտեն, Ադրբեջանը դարձյալ ակտիվացել է, գյուղն է ուզում։ Տիգրանաշենի Քյարքի անունն են տալիս ու պնդում, թե սահմանազատման ընթացքում պետք է վերադարձվի։ Տիգրանաշենցին սակայն անվրդով է, հողն է մշակում։ Ամեն ինչ ստեղծել եմ, արել եմ, հիմա ստեղ էլ թողեմ գնամ, որտե գնամ։ Նախընտրական այս հատվածում քաղաքական երկու ճամբարում էլ եւ ընդդիմադիր եւ իշխանական այս թեման չեն շրջանցում, բայց նրանցից եւ ոչ մեկը այս շրջանում Տիգրանաշեն չի գնացել։ Գյուղացու հոգսն ու խոսքը չի լսել։ Գյուղը չենք տալի։ Ադրբեջանի փոխվարչապետը, որ եկավ Երևանում Տիգրանաշենի հարցը քննարկեցին արդյոք։ Հայկական բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար է հղում անում։
Սահմանազատմանը եւ ասում դելիմիտացիա, դեմարկացիան կլուծի խնդիրը։ Արցվաշենի մասին են հիշեցնում։ Մասնագետն ասում է, չկա իրավական որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենը հայկական չէ։ Գուցե հակառակը կամ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ ադրբեջանական չի։ Արդյոք Ադրբեջանը ներկայացրել է ինչ որ իրավական հիմքեր, որով Տիգրանաշենը, նույն Վերին ոսկեպարը կամ նույն Բախուդալու Սոֆուլուն գեկող հատվածները իրեն են պատկանում օրենքով, ես գոնե նմանատիպ փաստաթղթի ծանոթ չեմ։ Կամ եթե կա այդպիսի փաստաթուղթ, միայն Ադրբեջանին է հայտնի այդ փաստաթուղթը։ Չի կարող այդ փաստաթուղթը միայն Ադրբեջանին հայտնի լինել, քանի որ դա պետք է պահպանվի եւ Հայաստանի Հանրապետության արխիվում եւ Մոսկվայում։ Սահմանազատման օրինակներ կան, երբ պետությունները անկլավների հարցը լուծել են տարածքների փոխանակությամբ։ Ինչ կարող են անել սահմանազատման սահմանագծման հանձնաժողովները, քարտեզագիրը աշխարհի փորձն է հիշեցնում, անկլավների փոխանակության են գնում երկկողմ համաձայնությամբ։ Քանի որ Հայաստանն էլ ունի էքսկլավային տարածք Ադրբեջանի տարածքում եւ ի տարբերություն այսպես կոչված Ադրբեջանին պատկանող անկլավների Հայաստանի էքսկլավը ունի իրավական հիմք, որովհետեւ մենք երբ որ նայում ենք արխիվային քարտեզները, Արտվաշենի սկզբանե չի եղել անկլավ։ Այն ժամանակի ընթացքում նրան հարակից տարածքները փոխանցվել Ադրբեջան եւ այն վերածվել է անկլավի։ Սահմանազատման աշխատանքների ընթացքում, եթե կարիք լինի տարածքների փոխանակության կամ տարածքների ինչ որ չափով ավելացման կամ պակասելու, ապա այդ հարցը ըստ մեր օրենսդրության պետք է դրվի հանրաքվեի, քանի որ երկրի տարածքը չի կարող փոխվել կամ փոքրանալ ինչ որ մի պետական մարմնի որոշումով։ Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի, այս գյուղով է անցնում դեպի Սյունիք տանող ճանապարհը։ Մասնագետներն անհանգիստ են, եթե հանձնեն Տիգրանաշենը, այն գյուղ չի լինելու, այլ ռազմական հենակետ։ Հայկական աշխարհագրությունը թույլ չի տալիս, որ այդ հատվածը շրջանցող ճանապարհ կառուցենք։ Հայկական հատվածում ադրբեջանական միջանցքի պես կդառնա գյուղը, Մասիսից Եղեգնաձոր, Երևանից Գորիս կամ Վանաձորից Կապան գնալու համար ադրբեջանցիների հետ առնչվելուց չես խուսափի։ Երևանից Իրան գնալու համար էլ ըստ էության անցնելու ես ադրբեջանական տարածքով, այսինքն շրջափակում կդառնա, Տիգրանաշենցին հարցը չի լսում, ինքն իր գյուղում է, իր հողի վրա։ Հայկականն է եղել։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։ Կարծում եմ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է, չեմ համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալվում է հուշագրում ներառել եւս մի քանի կետ։ Լիբանանում լարվածության սրման պատճառով Սպիտակ տան ղեկավարը բղավել է Իսրայելի վարչապետի վրա հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը Նեթանյահուին խելագար է անվանել։ Իրանը սպառնացել էր դադարեցնել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։ Axios-ի զրուցակիցների տվյալներով Միացյալ Նահանգների առաջնորդը կշտամբել է Նեթանյահուին եւ ասել, որ նա անշնորհակալ է։ Թրամփը նաեւ արգելակել է Բեյրութին հարվածելու ծրագիրը։ Ուկրաինայի խոշոր քաղաքներին Կիևին, Դնեպրին եւ Խայրկովին հասցված ռուսական օդային հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել։ Հրթիռային հարձակման ընթացքում Դնեպրում 5 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոմեքենաներ, խաղահրապարակներ։ Կիևի հրթիռակոծության ընթացքում 24 հարկանի բազմաբնակարան շենք է փլուզվել։ Հասցված հարվածներից 4 մարդ է զոհվել, 60-ը վիրավորվել։ Դրոնային հարձակման է ենթարկվել նաեւ Խայրկովը։ Հիշեցնենք, Մոսկվան հայտարարելով Կիևի ռազմական թիրախներին համակարգված հարվածներ հասցնելու մտադրության մասին օտարերկրացիներին կոչ է արել հեռանալ քաղաքից։ Լիբանանի հարավում ավիահարվածների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 4, վիրավորվել 50 մարդ։ Զգալի վնասներ են կրել տեղի հիվանդանոցի բաժանմունքները, ավտոկայանատեղին եւ հարակից շինությունները։ Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության իսրայելական անօթաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Լիբանանի Նաբատիե շրջանում եւս 4 մարդ է զոհվել, 2 զինվոր վիրավորվել։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաեւ ավիահարված են հասցրել Կֆարսիր քաղաքում գտնվող Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին ոչնչացնելով այն։ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօթաչու սարքի գրոհի հետևանքով, այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ Նախնական տվյալով տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում են օպերատիվ եւ հատուկ ծառայություններ, միջադեպի հանգամանքները պարզվում են։ Չանմի թայֆունի հետևանքով Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայում առնվազն 9 մարդ է վնասվածք է ստացվել, վնասել է 6 շենք, տարերքի պատճառով չեղարկվել է ավելի քան 300 ավիաչվերթ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ հունիսի 3-ի երեկոյան այն կարող է մոտենալ Տոկիոյի տարածաշրջանին, ապա դուրս գալ դեպի Խաղաղ օվկիանոս։
Քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործի շրջանակում թուրքական իշխանությունները Բուջա քաղաքում կատարված խոզարկություններից հետո 53 մարդու են ձերբակալել։ Ձերբակալվածների թվում է Բուջայի գործող քաղաքապետը, ձերբակալվել է նաև կաշառակերության եւ համայնքային բյուջերի յուրացման մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Էրհան Քլչը։ Հիշեցնենք 2024-ի թիմ ընտրություններից հետո մի քանի կարևոր համայնքներում իշխանության ղեկը ստանձնել էին ընդդիմության ներկայացուցիչները։ Աբան վարչական շրջանում համաճարակի վտանգ կա 5-րդ փողոցում դիտահորից դուրս եկող կեղտաջրերը բնակիչների տներ են լցվում, իսկ գարշահոտը մի քանի 100 մետրից է զգացվում։ Դանդաղ է գալի, բայց ասում իրիկունները բան անում։ Ուժեղ գալիս է։ Անմիջապես վեոլյա ջուր է նահազանգել, մի քանի ամիս սպասել են, որպեսզի մասնագետները մոտենան, սակայն միայն օրեր առաջ են ընկերությունից պատասխանել, որ դա սեփական տարածք է, իրենք էլ անելիք չունեն։ Էլես եղավ նստը կաճի էսա կչորանա։ Քաղաքային իշխանությանն են դիմում հուսալով, որ միգուցե իրենք որևէ քայլ ձեռնարկեն ու փրկեն իրենց գարշահոտից։ Հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, Մասիս Էջմիածին ճանապարհին Էջմիածնի խճուղու թիվին հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկը փլուզվել է։ Օպերատիվ ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ 2 բրիգադը 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, հետո տեղափոխել հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա նաև 1 զոհ։ Փրկարար ծառայության Մասիսի շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել։ Դեպքի վայր են ժամանել Մասիսի բաժնի օպերատիվ գումբը, բաժնի պետի գլխավորությամբ եւ բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թաթևոսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։ Հունիսի 1-ին Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են 41-ամյա Էրիկ Նազարյանի Range Rover-ը եւ 33-ամյա Արսեն Անդրեասյանի Volkswagen-ը։ Վերջինի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Mastermed բժշկական կենտրոն, իսկ Range Rover-ի 64-ամյա ուղևոր Ռուզանա Գրիգորյանը Աստղիկ բժշկական կենտրոն։ Ավելի ուշ Volkswagen-ի վարորդը մահացել է։ Շամշյան Քոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել։ Շամշյանքոմը բացառիկ կադրեր է ներկայացրել նաև մայիսի 31-ին մայրաքաղաքում տեղի ունեցած վթար հրդեհից։ Շիրակի փողոցում Հոնդան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով բռնկվել։ Պարզվել է, որ Հոնդայի համար վթարային վիճակ է ստեղծել մեկ այլ տրանսպորտային միջոց։ Ի դեպ, վթարից հետո 2 անչափահաս տղա հիվանդանոց են տեղափոխվել։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը։ Ի դեպ, քննիչները պարզում են, թե 2 անչափահաս տղաներից ով է եղել վարորդը։ Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում Նիսան Տիդան բախվել է Իվեկո կցորդիչով բեռնատարի հետնամասին։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թաթևոսյանի, գումարտակի ծառայության դարձյալ ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։ Եվ հյուսիսային ավտոկայանի դիմաց վրաերթերը դառնում են մտահոգիչ, իսկ վերգետնյա անցման կառուցումը ձգձգվում է։ Մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքներ են իրականացվել, հենասյուները կանգնեցվել են, սակայն արդեն տևական ժամանակ է գործն առաջ չի գնում։ Մինչդեռ հետիոտներն էլ շարունակում են փողոցն անցնել վտանգելով իրենց կյանքը։ Տեսնում եք, խեղճ հետիոտը չգիտի ոնց անցնի։ Քանի ամիս է խոստացել են, որ վերգետնյա անցումը սարքելու են, սակայն անավարտ են թողել, հիմի խեղճ հետիոտները ոնց անցնեն։